Աստծո կամքով եկանք հասանք մի հատ սիրուն գեղեցիկ օրվան։ Փարաքարի համայնքապետարանը Արևաշատ գյուղի մանկապարտեզի դռները բացեց նախընտրական քարոզարշավից 1 օր առաջ։ Քարոզարշավն այսօրվանից սկսվել է։ Ուրեմն ասեմ, մանկապարտեզը 3 տարվա վաղեմի երազանք էր արդեն իսկ դարձած իմ համար, որովհետև 30 տարի այդ երազանք եղել է Արևաշատցու համար։ Ինչու տասնամյակների երազանքի կարմիր ժապավենը իշխող ուժը ավելի շուտ չկտրեց ու թողեց քարոզարշավի նախօրեին։ Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանը, որ իշխող կուսակցության ցուցակի առաջին համարն է, ընդդիմությանը մեղադրեց։ Նիստերը բոյկոտելու պատճառով ֆինանսական հարցերը չէին լուծվում։ Մեր գործընկերները չեն եկել նիստերին ու բյուջե չի հատկացվել, դրա պատճառով օր հետաձգվել է Արևաշատցու երազանքը իրականություն դարձնելը։ Արմավիրի մարզպետն էլ էր գյուղի մանկապարտեզի բացմանը եկել։ Ուղղակի նախընտրական շրջանում շատ հետաքրքիր համընկնում է տեղի ունեցել։ Փարաքարի ավականու արտահերտ ընտրություններին 4 քաղաքական ուժ է մասնակցում։ Գործող ավականու իշխող դաշինքը 2 թիմով է պայքարում։ Փարաքար համայնքը ռեկորդ էր սահմանը ավականու նիստեր չանելու մասով, այսինքն փաստացի ձևավորվել էր այսպես կոչված իշխանություն, բայց իրենք իրենց ձևավորած իշխանությունով նիստեր չէին անում։ ԿՊ-ի ցուցակի առաջին համարը համայնքապետի պաշտոնակատարն է, իսկ քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցած Դավիթ Մինասյանը ազգային առաջընթաց կուսակցության ցուցակն է գլխավորում։ Համայնքապետի համար պայքարողներից մեկն էլ Կայունություն կուսակցությունն է։ Ավականու ընդդիմադիր խմբակցությունը Մանե Թանդիլյանի ղեկավարած Ապրելու երկիրը միասնություն դաշինքով է մասնակցում։ Նախորդ ընտրություններին մեր արձանագրած արդյունքը հուսադրում է, որ այս անգամ 50%-ից ավել ձայներ կհավաքենք։ Անցած ընտրություններում այստեղ ամենաշատ ձայնը ստացել էր ընդդիմադիր Ապրելու երկիրը։ Նիկոլ Փաշինյանի թիմը բավարար ձայներ չէր հավաքել, միացավ Դավիթ Մինասյան դաշինքին ու որոշեցին հերթով կառավարել։ 2.5 տարի Մինասյանը ղեկավարեց, ապա աթոռը փոխանցեց իշխանական Լյուդվիգ Գյուլնազարյանին։ Նա 5 ամիս ղեկավարեց։ 2 թեկնածուն էլ պաշտոնից հեռացան քրեական գործերով։ Գյուլնազարյանը սպանության վայրում էր եղել ու վիրավորվել։ Նա այս դեպքի պատճառով էլ հրաժարական տվեց։ Հետո քննչականը նրան տուժող ճանաչեց։ Ես համոզված եմ, որ ես իմ քաղաքական թիմը իմ գլխավորության որպես առաջի համար ունենալու ենք 51 եւ ավել տոկոսի ձայներ, որ նման խնդիրների չհարվենք։ Մենք այդ կոալիցիայի դառը պտուղները մեր ժողովուրդը ճաշակել է։ Պայքարելու ենք, որպեսզի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ձևավորի մեծամասնություն, որ կախված չլինի 1 կամ 2 ավականու քմահաճույքից։ Արդյոք մենք հետևողական ենք ժողովրդից թալանվածը վերադարձնելու ճանապարհին, թե այնուամենայնիվ մենք գնացել ենք այդտեղ կոմպրոմիսների, մեր քաղաքական կամքը նվազել է, մեր վճռականությունը նվազել է եւ մենք հետ քայլեր ենք արել։ Ես կարող եմ միանշանակ ասել ոչ։ Հայաստանի 7 տարվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարաքարի ու Գյումրիի ընտրողներին նորից խոստանում է հետ բերել նախկինների թալանը։ Օրեր առաջ Գյումրիում ելույթ ունեցավ, բացատրեց ինչու է ձգձգվում գործընթացը եւ ինչու արդյունքը գոհացնող չէ։ Մեր կամքը ոչ միայն չի նվազել, մեր կամքը դարձել է պետական ինստիտուտ։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ընդդիմադիր վարքագիծը, մոռանալով, որ 7 տարի ունեցել է բոլոր լծակները այսպես կոչված այդ թալանը հետ բերելու, դրա արդյունքները մենք տեսել ենք եւ նաեւ անհասկանալի է թե թիմ ընտրությունը ընդհանրապես դրա հետ ինչ կապ ունեն։ 44-օրյա պատերազմից, զոհերից, Արցախի հայաթափումից ու կորստից հետո Փաշինյանը նորից ընդդիմադիր ժամանակների տեքստերն է հիշել, բայց այս մեթոդն այլևս չի աշխատի, ասում է ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը։ Չէ, ես վստահ եմ, որ հանրության ճնշող մեծամասնությունը այլևս չի հավատում այս ամենին, որտեղ բոլոր ոլորտներում, եթե լավ, ինչպես խոսեցինք, այդ անվտանգային, արտաքին քաղաքական մասով նախկիններն էին մեղավոր, դեռ ռուսներն էին մեղավոր, մի օր այս երկիրներ մեղավոր, բոլորը մեղավոր էին Արցախի համար։ Բայց թալանը վերադարձնելուց ով է մեղավոր։ Այդ ձեր դատախազների, ձեր դատավորների, որոնց բոլորը արդեն ամբողջովին իշխանության վերահսկողության ներքո են, դրանց ձեռքերը ով է բռնում։ Նախընտրական քարոզարշավը 13 օր կտևի, ընտրությունները մարտի 30-ին են։